Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ էքսկլյուզիվ, անկրկնելի, մոգական աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերհզոր աղողակարգեր, մախոսություններ, հնարքներ, շատ արդյունավետ հնարքները, որոնք կօգնեն ձեզ հաղթարել ցանկացած կենսական խնդիր եւ դժվարություն եւ ապրել ավելի կենսուրախ, երջանիկ եւ բարեկեցիկ կյանքով։ Սիրելի բարեկամներ, այժմ ասելով ես նկատի ունեմ հուլիսի 14-ից մինչև հուլիսի 29-ը 2026 թվականի մեզ մոտ լուսինը աճում է եւ աճման ժամանակ իհարկե իդեալական շրջան է երազանքներ պահելու համար եւ նրանք ավելի իհարկե այդ աճման ժամանակ պահած ցանկացած երազանք ավելի արագ է կատարվում։ Ահա այժմ ես ձեզ ներկայացնում եմ մի հնարք արարողություն, որը կօգնի արագ իրագործել ձեր ցանկացած երազանք։ Այս արարողակարգը կատարվում է բացառապես աճող լուսնի ժամանակ, այսինքն եւ կատարվում է 3 օր շարունակ, օրերը բաց թողնել չի կարելի, սիրելի բարեկամներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, մի քանի անգամ դիտեք վիդեոն եւ նոր սկսեք կատարել արարողակարգերը, որովհետեւ երբեմն ինձ մեկնաբանություններում գրում են մոմը ընկավ, սա հանգեց, սա չգիտեմ, մոռացա ասեի եւ այլն, այդ դեպքում արարողակարգը պարզապես չի օգնի ձեզ, այսինքն չի ծառայի իր նպատակին։ Իհարկե չի վնասի, բայց նաև չի օգնի։ Այդ իսկ պատճառով մի քանի անգամ դիտեք վիդեոն եւ նոր սկսեք կատարել արարողակարգ։ Ուրեմն 3 օր շարունակ է կատարվում այս երազանքներ պահելու արարողությունը եւ 3 օրն էլ պետք է լուսինը լինի աճող, այսինքն կարող եք կատարել ցանկացած օր սկսած հուլիսի 15-ից մինչև հուլիսի 29, բայց 29 արդեն լիալուսին է, այդ օրը դուք չեք կարող կատարել այս արարողակարգը։ Ինչ է անհրաժեշտ 3 մեղրամոմ, կարող եք նաև եկեղեցական մոմեր վերցնել, բայց ցանկալի է մեղրամոմ։ Ես տարբեր գույների մեղրամոմեր եմ վերցրել, սիրելիներս, բայց դուք կարող եք միայն դեղին կամ միայն կարմիր կամ միայն կանաչ, որը կցանկանաք, բացառությամբ սև մեղրամոմերից, եւ ոլորում ենք միմյանց այսպես վերից վար, այսպես մոմերը պետք է ոլորել, հա, եւ ուշադիր եղեք, որ մոմերը հանկարծ չճաքեն, այս արարողակարգի մեջ եթե ճաքեն, պետք է փոխեք մոմերը։ Եվ նաև վերցնում եք ջուր, խմելու ջուր, մի փոքր վերցրեք, շատ սա շատ է, որտեղ մի կում պետք է անեք միանգամից, խմեք այս ջուրը։ Եվ դնում եք այսպես, գլխավերևում դնում եք մոմերը վառում եք իհարկե լուծկիով, միաժամանակ 3 պատրույքն էլ պետք է վառվի, այսպես դնում եք, հենց մոմերը վառվեցին, սիրելի բարեկամներ, սկսում եք կարդալ այն հմախոսությունը, որը գրված կլինի այս վիդեոյի տակ նկարագրության մեջ եւ կարդում եք ընդամենը 3 անգամ։ Հմախոսության մեջ կլինեն փակագծեր եւ այդ փակագծերում դուք պետք է բարձրաձայն այդ տեղը, որտեղ կլինեն փակագծերը, այդ տեղում հմախոսության պետք է արտասանել բարձրաձայն ձեր ցանկությունը։ Սա ցանկություն ասելով, երազանք ասելով մենք նկատի ունենք իրատեսական կենցաղային երազանք, եթե դուք անգամ $100 ձեր դրամապանակում չունեք եւ որոշում եք $1 միլիոն եմ ուզում այդպիսի երազանք պահել, իհարկե դա իրատեսական չէ, դա չի կատարվի։ Կարող եք պահել երազանք ոչ միայն ձեր համար, այլ նաև ձեր մտերիմների, հարազատների, բարեկամների, երեխաների համար, այսինքն այստեղ որևիցե սահմանափակում չկա։ Ու կենցաղային երազանք պետք է լինի, ենթադրենք ձեր
որդին օրինակ չի կարողանում տեղավորվել լավ աշխատանքի։ Ահա դուք այդպիսի երազանք եք պահում, բարձրաձայն արտասանում եք, որ ես ցանկանում եմ, որ իմ որդին այսինչանը գտնի լավ բարձր վարձատրվող աշխատանք, կամ ձեր դուստրը չի կարողանում ամուսնանալ, չի կարողանում երեխա ունենալ, չի ստացվում։ Ահա այդպիսի երազանք պետք է պահեք, իրատեսական։ Կամ ձեր ամուսինը ինչ-որ առողջական խնդիր ունի, կամ ձեր մայրը, կամ ձեր հայրը, կամ չգիտեմ, քեռին, մորաքույրը, ինչ-որ խնդիրներ ունեն եւ դուք ցանկանում եք, որ իրենց օգնել, եւ ահա այդպիսի երազանք եք պահում։ Այս արարողակարգը կարող է կատարել ցանկացած աճող լուսնի ցիկլին, բայց բոլոր 3 օրերն էլ պետք է լուսինը աճի։ Նորալուսինը եւ լիալուսինը բացառում ենք։ Եվ ահա դուք արտասանեցիք 3 անգամ հմայախոսությունը, բարձրաձայն ասացիք 3 անգամ ձեր ցանկությունը, 1-2 րոպե նստեք եւ նայեք կրակին, սիրելի բարեկամներ, միանգամից մի հեռացեք, նստեք, նայեք կրակին եւ պատկերացրեք, որ ձեր ցանկությունը արդեն իսկ իրագործվել է, ձեր երազանք արդեն դուք կարող եք այսպես կպչել եւ ձեռք տալ, ասենք օրինակ ցանկանում եք բնակարան, հա, այդպիսի երազանք եք պահում, որ ոչ մի կերպ չի ստացվում, ասենք ձեզ բնակարան ձեռք բերել, կամ չգիտեմ, ավտոմեքենա օրինակ ցանկանում եք ավտոմեքենա ձեռք բերել, այսպես նստում եք եւ պատկերացնում եք արդեն դուք ձեր մեքենայի ղեկին նստած, այսպես եք պատկերացնում, 1-2 րոպե այդպես պատկերացնում եք, արդեն ձեր երազանքը իրականացել է եւ այնուհետեւ թողնում եք, որ մոմերը հանգչեն մինչեւ վերջ, կարող եք հեռանալ, երբ մոմերը հանգչեն, արդեն 1 ըմպով միանգամից խմում եք այս ջուրը, իսկ մոմերի մնացորդները այդ նույն օրը, երբ կատարեք արարողակարգը, տանում եք, դնում եք պտղատու ծառի բնի տակ եւ վրայից քաղցրեղեն եք լցնում, դա կարող է լինել շաքարավազ, մեղր կամ ցանկացած այլ քաղցրավենիքներ։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, անպայման կատարեք այս գերհզոր արարողակարգը, որը կկատարի ձեր ցանկացած երազանք։ Ես մեկ անգամ էլ հուշեմ ձեզ, եթե չեք հասկացել, մեկ անգամ էլ հուշեմ, որ բոլոր 3 օրերի ընթացքում էլ պետք է միևնույն երազանքը պահել, այսինքն դուք չեք կարող մի օր մի երազանք պահել, ենթադրենք մի օր ես տուն եմ ուզում, մյուս օրը ես մեքենա եմ ուզում, երրորդ օրը ես ամառանոց եմ ուզում, այդպես չի աշխատում եւ զորությունը կկորցնի արարողությունը։ Ահա այսքանը, անպայման բաժանորդագրվեք Աստրոմագ եւ Թալիսմանների մոգական ալիքին, բաժանորդագրվեք նաեւ իմ հզոր աստղաբանական YouTube-յան ալիքին, աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ, հետևեք ինձ նաեւ Facebook-ում, TikTok-ում, Instagram-ում, Telegram-ում եւ անպայման կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, օգնեք ձեր բարեկամներին, հարազատներին եւ ընկերներին, իսկ ես մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, թող ձեր բոլոր երազանքներն ու ցանկությունները իրագործվեն, տեսություն կհանդիպենք։